Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի Սուրբ Խաչի երևման տոնը նշեց մայիսի 3-ին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պատրաստվում են քահանայական ձեռնադրության և օծման 7 սարկավագների համար 2026-ի երևման խաչի տոնն առանձնակի կարևորություն ունի։ Եվ ճեմարան դնելու առաջին օրից, երբ մասնակցել ենք ձեռնադրություններին կամ տեսել ենք մեր ավագ հոգևորականներին, իհարկե օրինակ են եղել եւ ինչ որ իմաստով նպատակ է եղել ամբողջ ուսման ընթացքում ուղենիշ է եղել, որ այդ ամեն ինչը քահանայական կոչման արժանանալու եւ իհարկե այդ ամբողջ տարիներին ամբարած գիտելիքը, փորձը նաեւ հետագայում որպես քահանա արդեն մեր ժողովրդին ծառայելու, նրանց ի նպաստ բերելու, մեր եկեղեցու պայծառացման եւ հայրենիքի շենացման գործին ի նպաստ դնելու համար է։ Դրա համար փորձել ենք հնարավորինս թե ուսումնառության ընթացքում եւ թե հետո արդեն տարբեր տեղերում ծառայության ընթացքում ամբարել թե գիտելիք եւ թե փորձ, որպեսզի արդեն հետագայում կարողանանք կիրառել։ Երկար տարիներ սպասված օր է այսօր մեզ համար, նաեւ վստահ եմ իմ մոծակից եղբայրների համար։ Բոլորս տարիներ շարունակ մեր սպասավորությունն ենք, մեր ծառայությունն ենք բերել մեր մայր եկեղեցում եւ այսօր արժանանալու ենք այս քաղցր օրհնության։ Ես վիրայոց թեմից եմ, Վրաստանից, Թբիլիսի քաղաքից։ Սպասավորությունը եկեղեցում սկսել եմ դեռ մանկուց, հենց նորից վիրայոց թեմում։ Չեմ կարող ասել ինքնահոսով, այլ գիտակցաբար մոտեցել եմ այս ամենին։ Ընդունվելով ճեմարան, ավարտելով ճեմարանը, հասել ենք այսօրվան։ Մայիսի 3-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հանդիսապետությամբ Մայր տաճարում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն եւ օծում։ Պատարագիչն էր Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Նրա ձեռամբ քահանայական ձեռնադրության եւ օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող 7 սարկավագներ։ Հայոց եկեղեցում ընդունված կարգի համաձայն քահանայական ձեռնադրության ժամանակ ձեռնադրվողները ստանում են նոր հոգևոր անուններ։ Սուրբ պատարագի ընթացքում Նաթան Սրբազանը քահանայության կոչելով նորընծաներին սրբալույս միրոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը եւ նրանց նոր անուններ տվեց։ Տեր Անանյան, Տեր Մկրտիչը, Տեր Վահանը, Տեր Թովմասը, Տեր Աբրահամը, Տեր Ներսեհը եւ Տեր Մուշեղը այսուհետ քահանայագործելու իշխանություն են ստանում։ Այլևս ուխտ կապեցինք Աստծո առաջ բոլոր 7 քահանաներս նորընծա, որպեսզի սպասավորենք խոնարհաբար մեր եկեղեցուն, մեր ազգին, մեր ժողովրդին։ Առավել քան 10 տարի արդեն եկեղեցական ասպարեզում իմ սպասավորությունը բերելով ես ինքս Աստծո կանչը զգացի եւ որոշում առա Աստծուն ծառայելու որպես օծյալ հոգեվորական եւ այս տարիների ընթացքում թրծվելով ճեմարանական ուսման մեջ հոգեվոր կյանքում Աստծո կամոք օծվեցի, ձեռնադրվեցի քահանա, որպեսզի իմ սպասավորությունը խոնարհ ծառայությունը բերեմ հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցուն, մեր հայրենիքին, Սրբազան հայրենիքին։ Ինձ համար հոգևորական դառնալը եւ ծառայել Աստծուն նշանակում է ապրել Քրիստոսով, քայլել դեպի ճշմարտություն եւ փորձել որպես մարդ, որպես քրիստոնյա լինել օրինակ մնացածի համար։ Այսինքն, երբ դու դառնում ես քահանա, առաջին հերթին պիտի լինես օրինակ մնացածի համար, բոլորի համար, որպեսզի քո օրինակով մարդիկ տեսնեն եւ քայլ անեն դեպի Քրիստոս, որովհետեւ ինչքան էլ որ մենք քարոզենք, ինչքան էլ որ մենք խոսենք, ոչինչ է, եթե չունենք սեփական օրինակը հասարակության համար։ Երեխա ժամանակվանից ծառայել եմ Սուրբ Խորանին որպես դպիր եւ Աստծուն ծառայելը, Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը ինձ համար երազանք է դարձել դեռ փոքր հասակից եւ կարծում եմ ամեն սարկավակ իր կյանքում ձգտում է քահանայության եւ քահանայությունը կարծես բաղձալի երազանք էր, որը կատարվեց։ Հոգևորական դառնալու որոշում կայացրել եմ դեռևս 11 տարի առաջ, ու այսօր կատարվեց, այսպես ասած, 11 տարի առաջվա իմ երազանքը, ու արդեն
սարկավագությունից անցանք քահանայության, ծառայելու եկեղեցու հանդաստանում իբրև արդեն իբրև օծյալ հոգևորական։ Նորաուց քահանաներն իրենց անդրանիկ կորհնությունը փոխանցեցին ներկաներին։ Սրբազան հայրն իր քարոզում ընդգծեց, որ օրը կրկնակի տոն է հայ եկեղեցու համար։ Սուրբ Խաչի երևման տոնին եկեղեցու ընտանիքը համալրվեց 7 նոր քահանաներով։ Այնուհետև դիմելով նորաուց քահանա հայրերին Նաթան arczepiskopոսն ասաց. Սիրելի նորաուց քահանա հայրեր, այսօր մեր եկեղեցու մեջ բոլորի առջև ուխտով և աղոթքներով ծնվեցիք որպես նոր մարդ, ծնվեցիք նոր անուններով, ծնվեցիք նոր կյանքի համար, այն կյանքի համար, որ Հիսուս հենց անվանում է իր պաշտոնյան լինելը։ Եվ ձեր կյանքը այսուհետ մշտապես պիտի լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ձեր կյանքը պիտի լինի այնպիսին, ինչպիսին էր մեր Տիրոջ կյանքը։ Մարդկանց բերելով ուրախություն, արդարություն, սակայն անցնելով չարչարանքի ու տառապանքի միջով։ Մենք պիտի դառնանք յուրաքանչյուրս առաջին շարքերում մեր եկեղեցու պաշտպանության զինվորյալները։ Խոսքով, գործով, աղոթքով, նվիրումով և ինչու ոչ սեփական անձի զոհաբերությամբ։ Եվ ոչինչ կարող է մեզ հայ եկեղեցու հոգևորականներից հեռացնել մեր հավատքից և ամենակարևորը նաև մեր առաքելությունից։ Սրբազան հայրը աղոթք բարձրացրեց առ Աստված նորաուց քահանա հայրերին մաղթելով ուժ, կարողություն և անսասան հավատարմություն իրենց ուխտին։ Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ մայրաթոռի միաբաններն ու ներկա հոգևորականները բարձրացան Սուրբ խորան և շնորհավորեցին նորաուց քահանաներին։ 40-օրյա պահեցողության և պատրաստության շրջանը մայրաթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնելուց հետո նորաուց քահանաները ծառայության կկոչվեն հայ առաքելական եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում։ Քահանաները շնորհավորանքներ ընդունեցին նաև ընտանիքի անդամներից, հարազատներից։ Շնորհավորանքների ընթացքում հաճախ էր հնչում. «Կարգի մեջ հաստատուն լինեք» արտահայտությունը։